Մինչև հարցերին ասնելը, շնորհակալություն ենք հայտնում այսօրվա հետ կապված ձեզ լուսաբանելու համար։ Մեր խորին շնորհակալություն ենք հայտնում առիելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Պարոն Դանիելյան, նախ կուզեի հարցնել, դուք այստեղ հայտարարություններ տարբեր հնչեցին, դուք նկատում Արցախը նաև պաշտոնապես վերադարձի իրավունքի հետ կապված կոնկրետ ինչ մեխանիզմներով է դա պատկերացնում եւ որ պարագայում այդ վերադարձը հնարավոր համարում եւ մյուս հարցը դուք ելույթում կարծեմ ասացիք, որ նախագահի ընտրության հետ կապված, քանի որ հնարավորություններ չկա, ապա իրավիճակը կմնա այնպես, ինչպես այս պահին է, այսինքն կշարունակվի անժամկետ կամ անորոշ ժամկետով այս իրավիճակի պահպանումը, հա ճիշտ եմ հասկանում։ Նախ վերադարձի հետ կապված վերջերս Արցախի իրավունքների հիմնարար պաշտպանության հանձնախումբը, որ ստեղծել է Արցախի Հանրապետության ազգային ժողովը, 2 տարվա իրենց գործունեությունը ներկայացրեցին, որ ինչպիսի ահռելի աշխատանք են կատարել միջազգային հարթակներում, տարբեր պետությունների խորհրդարաններում, որպեսզի խաղաղ, դիվանագիտական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պայմաններ են ստեղծվել, որպեսզի լինեն այն պայմանները, որպեսզի կարողանան արցախցիները վերադառնան իրենց հայրենիք։ Եվ մենք շատ տարբեր մեր հարցազրույցներում եւ հայտարարություններում ազգային ժողովի կողմից հնչել է, որ մենք վերադարձ տեսնում ենք այն ժամանակ, երբ որ կլինի անվտանգային մեխանիզմներ, միջազգային անվտանգային մեխանիզմներ եւ այդ պայմաններում կարող ենք արդեն խոսել վերադարձի մասին, բայց կներեք, բայց այն պայմանները, որ տարբեր կողմերից տարբեր ժամանակներ հնչել են անհատական կամ խմբային վերադարձ, Արցախի ազգային ժողովի, Արցախի իշխանությունների կողմից ընդունելի չի։ Ընդունելի է միայն այն տարբերակը վերադարձի, ինչպես Արցախից մենք դուրս ենք եկել, այդպես էլ կարող ենք վերադառնալ, այսինքն լսում եմ։ Պարոն Դանիելյան, դուք հնարավոր համարում եք ռազմական գործողությունների միջոցով Արցախ վերադարձը։ Նախ դա զեկուցողները անհատներ են, իրենց կարծիքներն են հայտնում, իրենց տեսակետներն են հայտնում, մենք միշտ նշել ենք, որ կողմ ենք խաղաղության գործընթացին։ Խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարող է միայն այն ժամանակ, երբ արցախցիները կարողանան վերադառնալ իրենց հայրենիք, Արցախի Հանրապետություն, Արցախ։ Եթե տարածաշրջանում Հայաստան, Ադրբեջան ցանկանում են երկարատև խաղաղություն, դա միայն հնարավոր է արցախցիների վերադարձով։ Մեր տեսակետը սա է, նորից եմ կրկնում, մենք բազմաթիվ պատերազմներ ենք տեսել, մեր ժողովուրդը պատերազմներ են տեսել, մենք ցանկանում ենք, որ խաղաղություն լինի, բայց խաղաղությունը այսպես անընդհատ կրկնելով ամեն օր խաղաղություն ասելով խաղաղություն չի գալիս։ Խաղաղություն ես կտեսնեմ այն ժամանակ, երբ Բաքվից վերադառնան մեր բոլոր գերիները։ Խաղաղություն մենք կտեսնենք այն ժամանակ, երբ որ Ադրբեջանից ինչ որ այսօր հայտարարում են, դա չլինի, այսինքն մեքենաներով, տանկերով, չգիտեմ ինչով կգան Հայաստանի Հանրապետություն։ Խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը դուրս գան։ Եվ խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ որ արցախցիները կարողանան վերադառնալ իրենց հայրենիք։ Այդ ժամանակ մենք պատկերացնում ենք խաղաղություն, բայց քանի որ նշածս բանից ոչ մի բան չկա, այդ ժամանակ խաղաղության մասին խոսելը այս բանին ես անիմաստ եմ համարում։ Պարոն Դանիելյան, հայաստանյան իշխանությունները նշում են, որ փախստականների վերադարձի հարցը այս
փուլում ոչինչ չի տալու եւ ըստ էության այդ հարցը բարձրացնելով խոչընդոտվում է խաղաղությանը։ Մտավախություն չկա արցախցիների կողմից, երբ պարբերաբար հավաքական վերադարձի հարցն է բարձրացվում եւ ասում են, որ պետք է այդ վերադարձը լինի։ Հիմա արցախցիները, որ այսօր հայտնվել են Հայաստանի Հանրապետությունում եւ ծրվում են ամբողջ աշխարհում, դա ինչի հետևանք էր։ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիա 9 կամ 10 ամիս գրեթե բլոկադա սովամա եղած եւ այնպիսի պայմաններ ստեղծեցին, որ Արցախայությունը լքի իրենց տները, իրենց պատմական հայրենիքը։ Հիմա Հայաստանի Հանրապետության իշխանությունները նախ ոչինչ չեն առաջարկում այսօր Հայաստանի Հանրապետությունում արցախցիները որպեսզի կարողանան բնակվել։ Եվ երկրորդը դա միջազգային իրավունքով էլ է հաստատված, որ վերադարձը դա ցանկացած ժողովուրդ կարա իր մարդ վերադառնա իր հայրենիք, իր տուն, որպեսզի կարողանա իր կյանքը շարունակել։ Եվ այսօր խոսել, որ վտանգ է, սա է, վտանգ պետք է բանակցել, ուղղակի պետք է նորմալ բանակցություններ տանել եւ այդ բանակցությունների արդյունքում ամեն ինչ էլ հնարավոր կլինի։ Ինչ վերաբերում է ընտրությունների հետ կապված, ստեղծված իրավիճակում հնարավոր չի ընտրություններ կատարել եւ Արցախի պետական ինստիտուտները շարունակելու են իրենց գործունեությունը այս ձևով։ Վերջերս հրապարակեցի ինստիտուտի բանակցային փաթեթները, դուք Արցախի իշխող ուժի, իշխող թիմի անդամ եք եղել։ Ուզում եմ հարցնել, 2019 թվականների առաջարկին Արցախում տեղյակ էին, քննարկում եղել է այս հարցի շուրջ եւ երբ հետահայաց նայում եք, այնտեղ ընդունելի էր, արդյոք կարող էր արդյոք ընդունելի լինել այդ տարբերակը։ Նախ 2019 թվին տեղյակ չէինք, որ նման առաջարկություն կա, վերջերս սկսեց մամուլում ակտիվ խոսել սրա մասին եւ տեղյակ չեն եղել։ Մենք ամենայն դեպս ես տեղյակ չեմ եղել եւ ռուսական կողմից եղավ սկզբնական շրջանը մեզ առաջարկների մասին մամուլում, հետո արդեն կառավարությունը հրապարակեց մեր համար պարզ էր, որ Մինսկի խմբի շրջանակներում այդ բանակցային գործընթացը ինչ որ գնում էր, որ հարցի կարգավորումը պետք է լիներ ինքնորոշման սկզբունքը պետք է պահվեր եւ մենք տեղեկություն ունենք, որ հարցի լուծումը չէր կարող լինել միայն մեկ կողմի լիակատար, այսինքն չէր կարող բավարարվել միայն կողմը, պետք է բավարարվեին բոլոր կողմերը կամ բավարարված չլինեին բոլորը եւ հասկանում ենք, որ պետք է լիներ փոխզիջումներ։ Փոխզիջումներով եւ մենք չենք ցանկանում պատերազմ լինի, խաղաղության մենք կողմնակիցն ենք, որովհետեւ շատ ենք տեսել պատերազմներ եւ պետք էր գնար արդեն խաղաղ կարգավորման այս տարբերակով եւ 19 թվականի այդ հրապարակված այդ տարբերակը, եթե հետհայացք նայում ենք այսօրվա իրավիճակը եւ այդ առաջարկությունները, որ կան, թող հասարակությունը կներեք ընդունելի պետք է նախ Հայաստանի Հանրապետության իշխանությունները քաղաքական կամք ունենային դա ընդունելի լիներ, համանախագահ երկրներին պետք է հստակ պատասխաններ լիներ, ընդունելի են թե ոչ, եւ պետք է լայն հասարակության հետ պետք է քննարկվեր այս թեմաները, ընդունելի են թե ոչ, օրինակ նախ իշխանություններ, հետո Արցախի իշխանություններ, հետո բան։ Եվ այնտեղ որ տեսնում ենք, որ գրված է միջանկյալ կարգավիճակ, պետք է հասկանանք, եթե կա միջանկյալ կարգավիճակ, ուրեմն պետք է լիներ նաև վերջնական կարգավիճակ։ Այսինքն հարցի լուծում հնարավոր էր 2019 թվականի այդ առաջարկություններով։ Թե ինչու կոշտացվեց հռետորաբանությունը, դրանից հետո եղավ հայտարարություն Արցախը Հայաստանը եւ դա արդեն պետք է Հայաստանի իշխանություններին հարցնեք, ինչու այդպես դարձավ, ինչու այդպես տարան ընդհանուր գիծը
դա այդ հարցը իրենց պետք է ուղղել։ Դանիելյան, դուք Արցախի իշխանությունների աշխատանքը բավարար եք հիմա համարում, որովհետև կան նաև քննադատություններ ուղղված Արցախի իշխանություններին, ինչու ակտիվ չեն, ինչու են շատ հաճախ Հայաստանի իշխանությունների ոնց որ եւ քաղաքականության եւ թեզերի մեջ տեղավորվում, կարծես ավելի ակտիվ գործունեություն չկա, ոնց կարձագանքեք այս ամենին եւ արդյոք այն այդ գործունեությունը ինչ որ պետք էր անել տվյալ իրավիճակում, քանի որ Արցախի ժողովուրդը ձեզ է ընտրել, ձեզ է վստահել որպես իրենց անունից հանդես եկող մարմին, հա, մարմիններ անձինք։ Ну, իշխանությունների նկատմամբ ժողովրդի կողմից միշտ էլ քննադատություն լինում է, դա նորմալ է, եւ ժողովրդի սպասելիքները միշտ ավելին են, քան իրականում է։ Այսօրվա իրավիճակում Արցախի պետական ինստիտուտները իրենց գոյությունը, որ Հայաստանի Հանրապետությունում շարունակում են, ստեղծված իրավիճակում մաքսիմալ հնարավորությունը իրականացնում են։ Մենք պետք է պարզ հասկանանք, որ այն ծրագրերը սոցիալական եւ մնացած այն ծրագրերը, որ Արցախի Հանրապետությունը ուներ բյուջե եւ բյուջեով արդեն եւ տնտեսական եւ սոցիալական եւ մնացած հարցերը, այդ հարցերով Արցախի իշխանությունները այսօր այդ հնարավորությունները չունեն եւ Հայաստանի իշխանությունները բռնի տեղանունից հետո 2023 թվականի սեպտեմբերի 20-ից հետո հայտարարեցին, որ ամբողջ սոցիալական փաթեթը վերցնում են իրենց ձեռքը եւ մենք հնարավորություն չունենք այս ծրագրերի վրա ազդեցություն ունենալ։ Բռնի տեղանունից հետո Արցախի իշխանությունները բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել Հայաստանի իշխանությունների եւ բնակարանային հարցերով եւ այլ հարցերով, ինչպես կարողանան թեթևացնել մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական վիճակը, բայց բոլորս տեսնում ենք այսօրվա այն ծրագրերը, որ իրականացրել են Հայաստանի իշխանությունները, ձախողվել են կամ գրեթե տապալվել են եւ հիմնական դժգոհությունները իմ շփումներում մեր հայրենակիցների հետ հիմնականում Հայաստանի իշխանություններից են։ Իսկ այն, ինչ որ այսօրվա իշխանությունները Արցախի կատարում են, պահպանել, սա կարևոր է Արցախի պետական ինստիտուտների պահպանությունը, արտաքին եւ միջազգային հարթակներում պետք է միշտ խոսալ Արցախի մասին եւ տարբեր երկրներում միջազգային կազմակերպություններում խորհրդարաններում պետք է բարձր պահել եւ մեր խնդիրները, մեր հարցերը պետք է բարձրացնենք։ Պարոն Դանիելյան, եւս մի հարց կապված Արցախի թեմի առաջնորդի հետ, ձեզ համար սպասելի էր, որ թեմի առաջնորդը կմիանա հայտարարությանը, 10 եպիսկոպոսների հայտարարությանը, կաթողիկոսին կառաջարկի հանգստի գնան եւ այլն, առհասարակ ինչպես եք սա գնահատում, հանդիպում ունեցել եք արդյոք դրանից հետո թեմի առաջնորդի հետ եւ իրավիճակի հանգուցալուծում դուք ինչպես եք տեսնում, որտեւ եթե չեմ սխալվում, նրա պաշտոնանկության հարց դրված էր։ Արցախի թեմի առաջնորդ Վրդանե Սրբազանի հետ հանդիպում չեմ ունեցել, սպասելի չէր, իհարկե, եւ հայ առաքելական եկեղեցին գնահատականը տվել է այդ հանդիպման մասին եւ ես գտնում եմ, որ մեր կողմից գնահատականներ տալը այստեղ ավելորդ են եւ պետք է սպասենք մայրաթորի հայտարարություններին, ինչպես կարձագանքեն եւ հետագա իրենց քայլերը ինչպես կիրականացնեն։ Պարոն Դանիելյան, ինչ դիրքորոշում ունեք ընդհանրապես Հայաստանում եկեղեցու շուրջ իրականացվող այս գործողությունների նկատմամբ։ Իհարկե անընդունելի է հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված այս արշավը եւ պետք է հանգիստ թողել եկեղեցուն, հստակ սահմանադրությունով նշված է, որ պետությունը եւ եկեղեցին անջատեն եւ բոլոր խնդիրները ինչ որ կան եկեղեցում պետք է լուծվի եկեղեցու ներսում եւ պետք չի մենք կամ այլ ինչ որ մարդիկ, ովքեր որ կապ չունեն, խառնվեն եկեղեցու գործերին։ Իմ խորհուրդս բոլորին, ովքեր որ փորձում են հանգիստ թողեք հայ առաքելական եկեղեցու, որովհետև հայ առաքելական եկեղեցին այն միակ համախմբող եւ 1700 եւ ավելի տարի այն ինստիտուտն է եւ աշխարհի վրա ամենահին ինստիտուտներից մեկն է եւ
պետք է հանգիստ թողել եւ խնդիրներ կլինեն, ամենտեղ էլ խնդիրներ լինում են եւ խնդիրները պետք է իրենց ներսում լուծվեն։
Հարգելի ներկաներ, շարունակում ենք մեր աշխատանքները, սակայն մինչև ելույթ ունեցողների ցանկը ներկայացնելը կուզենայի մի փոքր իսկ հայտարարությամբ հանդես գալ, նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր զեկույթ ունեցողներին եւ առաջիկայում ելույթ ունեցողներին, այնուամենայնիվ ուզում եմ նշել, որ բոլոր հրավիրվածները ազատ են իրենց մտքերը, ձևակերպումները եւ գաղափարները ներկայացնելու հարցում, այնուամենայնիվ ստիպված եմ նշել, որ որոշ ելույթներում հնչած մտքերը, գաղափարները չեն կիսվում պաշտոնական մեր ներկայացուցիչների, Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից եւ մեր ժողովրդավարության սկզբունքը պահպանելով այնուամենայնիվ կուզենայի ընդգծել, որ որոշ հազար ներողություն նման ձևակերպման ծայրահեղ արտահայտությունները մեր կողմից չեն կիսվում։ Իսկ հիմա ես ներկայացնեմ ցանկը ելույթ ունեցողներին, եթե որոշակի անճշտությունները տեղի ունեցել, խնդրում եմ ուղղել Լևոն Զուրաբյան, Գեգամ Մանուկյան, Արեգա Հովսեփյան, Ավետիք Չալաբյան, Արամ Սարգսյան, Տիգրան Աբրամյան, Ժասմինա Ղևոնդյան, Կիրո Մանոյան եւ Աշոտ Ղուլյան։ Պարոն Սարգսյան, ուրիշ ոչ պետք է ելույթի համար հրավիրվում է Հայ ազգային կոնգրեսի կուսակցության խորհրդարանական Լևոն Զուրաբյանը, ով պատրաստի Գեգամ Լավ է լսվում։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հավաքի կազմակերպիչներին հրավերի համար։ Շնորհակալություն հայտնել նաև նրա համար, որ շնորհիվ այս հավաքի մենք նորից այն պատմական իրադարձություններին անդրադարձանք, որոնք ձևավորեցին մեր հերոսական ազատագրական պայքարը Արցախի ազատության, Արցախի ինքնորոշման համար։ Դրանք իսկապես հերոսական էջեր են եւ մենք երբեք չպետք է մոռանանք այն միասին անցած ճանապարհը, այն նվաճումները, որ մենք ունեցել ենք, բայց նաեւ պետք է մտորենք նրա մասին, թե ինչու մենք այդ նվաճումները չկարողացանք պահպանել։ Օրինակ ես ավելորդ չէի համարի ասել, որ այստեղ հնչած մի ելույթը հենց ցույց է տալիս, թե ինչու մենք կորցրեցինք մեր նվաճումները, որովհետև շատ դեպքերում ընկել ենք երազանքների գիրկը, որովհետև շատ դեպքերում իրատեսական նպատակներ չենք դրել մեր առաջ, որովհետև հայտարարել ենք բաներ, որոնք ցույց են տալիս, որ այդ հեղինակները, այդ հայտարարությունների մտածում են, որ իրավունքն է ծնում ուժը։ Մինչդեռ լրիվ հակառակն է, կներեք։ Ուժն է ծնում իրավունքը եւ մենք պետք է հասկանանք ի վերջո, որ մենք գործում ենք ռեալ աշխարհում, որտեղ կա ուժի բալանս, որտեղ մեր որոշումները պետք է խարսխված լինեն աշխարհակահական իրողությունների եւ ուժի բալանսի խորը վերլուծության վրա, ոչ թե մեր երազանքների, ընդ որում այնքան անիրատեսական, որ իրականում մեր երազանքներին լրիվ հակառակ արդյունքներն են տալիս։
այդպիսի ելույթներ չպետք է հնչեն, ընդհանրապես ժամանակներ, որ մենք այս դասերը քաղենք ու հասկանանք, որ էսա մեր ձախողումների գլխավոր պատճառը։ Ես կուզեի օգտվելով այս առիթից ներկայացնել Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը, որը ես կարծում եմ շատ կարևոր է, որ բոլոր քաղաքական ուժերը այնուամենայնիվ ներկայացնեն, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ մոտ ապագայում մենք ունենալու ենք ընտրություններ եւ կարծում եմ, որ Արցախի խնդրի շուրջ դիրքորոշումները քաղաքական ուժերի նաեւ շատ կարևոր չափանիշ են, որով մեր ժողովուրդը շատ արցախահայեր, որոնք արդեն ունեն նաեւ ընտրելու իրավունք Հայաստանում, պետք է ունենան այդ հարցերի պատասխանները։ Դրա համար ես կարճ ներկայացնեմ մեր դիրքորոշումը Արցախի հարցի շուրջ։ Նախ գիտեք, որ մենք միշտ եղել ենք Արցախի ինքնորոշման շատ հետևողական կողմնակիցը, մենք միշտ աշխատել ենք եւ այդ պաշտպանության այդ պատերազմի ընթացքում ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը եւ կարծում եմ հասել ենք բոլորով միասին շատ լուրջ արդյունքների այն ժամանակ, իսկ հետագայում էլ հետևողականորեն նվիրվել ենք այդ խնդրին, որ ճանաչվի Արցախի անկախության միջազգային ճանաչումը գնա ինչ որ հանգրվաններով, ելի հասկացել ենք, որ դա հնարավոր չի ակնթարթային ինչ որ լուծումներով, բայց մենք քայլեր ենք արել, որ տանում էին դեպի այդ ճանաչումը եւ ես կարծում եմ օրինակի համար 1997 թվականի փուլային խաղաղության ծրագիրը եղել է իրականում ամենապրոդուկտիվը եւ արդյունավետը եւ ամենախոստումնալիցը, ինչու, որովհետեւ այնտեղ տարածքային ամբողջականության մասին որևէ խոսք չկար Ադրբեջանի, իսկ ամենակարևոր հանգամանքը այն էր, որ այդ փաստաթուղթը, խաղաղության փաստաթուղթը պետք է ստորագրեին 3 կողմ, այսինքն ճանաչված միջազգանորեն ճանաչված պետությունների հետ հավասար, Հայաստանի ու Ադրբեջանի հետ հավասար պետք է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ արդեն սրանով մենակ ստորագրման ակտով, ինչպես նաեւ այդ խաղաղության պայմանագրային տեքստում դրված այն դրույթով, որ հետագայում Արցախի ստատուսը պետք է որոշեն հենց այս 3 կողմերի բանակցությամբ, արդեն ճանաչվում էր Լեռնային Ղարաբաղի միջազգային սուբյեկտայնությունը, որին տեր էին կանգնելու ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, ԵԱԿ-ն եւ այլն եւ այլն։ Մենք միշտ եղել ենք այս կուրսի վրա եւ բնականաբար շարունակելու ենք, բայց հիմա պետք է հասկանանք, որ ինչ-որ բաներ են կատարվել, որոնք նոր ծրագրային առաջնայնություններ են մեր առաջ դնում։ Հետևաբար ես կասեմ, որ մենք բոլորս հասկանում ենք, որ ոչ մի արցախահայ, հա, մենք ճանաչում ենք արցախահայության իրավունքը դեպի պատմական հայրենիք վերադարձի, ճանաչում ենք եւ պաշտպանում ենք, այդտեղ որևէ իմաստություն չի կարող լինել։ Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ կան իրողություններ, մասնավորապես այն, որ այսօր ոչ մի արցախահայ առողջ դատողությամբ խելքը գլխին մարդ չի գնա բռնապետական Ադրբեջան ապրելու, չի գնա, որովհետև դա ունիտար Ադրբեջանն է, որտեղ դատախազներին, միլպետներին նշանակել են Բաքվից կամ ադրբեջանցի կնշանակեն կամ հնազանդ կամակատարներ, որոնք չգիտես ինչ ձևով կոտնահարեն հայերի իրավունքները, պետք է ինտեգրվեն, դառնան Ադրբեջանի քաղաքացի երեխաները պետք է գնան ադրբեջանական բանակում ծառայեն, իսկ համակարգային հայատյացության վրա կառուցված այսօրվա Ադրբեջանը դուք հասկանում եք ինչ մթնոլորտ կստեղծի այդ երեխաների համար, այսինքն հասկանալի է, որ դա հնարավոր բան չի, միակ հնարավորությունը այն է, որ իսկապես ստեղծվեն ինչ-որ միջազգային երաշխիքներ, որոնց ներքո Արցախի բնակչությունը կարող է վերադառնալ այնտեղ, բայց եկեք ռեալիստ լինենք, վստահաբար բոլորդ էլ հասկանում եք, որ որևէ միջազգային ճնշմամբ, դիվանագիտությամբ նման
սահմանափակումը ապահովել Ադրբեջանի կողմից Արցախի տարածքին նկատմամբ իրենց ընկալած ինքնիշխանության նկատմամբ հնարավոր չի։ Ոչ մի դիվանագիտություն չի կարող այդ հարցը լուծել։ Հետևաբար մենք պետք է հասկանանք, որ այսօր մենք ունենք կարևոր առաջնահերթություններ, որովհետև այն քաղաքական ուժը, որ ասում է ես հեսա գալու եմ իշխանության եւ ապահովելու եմ Արցախի վերադարձը դեպի Արցախահայերի վերադարձը դեպի Արցախ, ինքը ըստ էության ասում է, որ ես գնալու եմ չեղած բանակով պատերազմելու։ Էս է ասում, ուրիշ բան չի ասում։ Հետևաբար մենք կարծում ենք, որ եւ մենք գնալու ենք ընտրությունների այս նպատակադրություններով Արցախի հարցում, երեք կարևոր խնդիր կա մեր առաջ դրած առաջնահերթություն։ Մի րոպե կներեք, որ չսխալվեմ։ Ուրեմն այսօր մեր առաջնային խնդիրները հետևյալն են։ Նախ գերի վերցրած մեր Լեռնային Ղարաբաղի Արցախի հանրապետության ղեկավարների վերադարձը։ Այս հարցը առաջնային հարց է, որը պետք է լուծել։ Եվ դա մի հարց է, որը իրականում կարող է լուծվել, եթե մենք չունենայինք այսօրվա իշխանությունը, որը ոչ կարողանում է այդ հարցը լուծել, ոչ էլ ցանկանում է այդ հարցը լուծել։ Երկրորդ առաջնահերթությունը դա այնպիսի խաղաղության հաստատումն է, այս ամենակարևոր բանն է։ Այնպիսի խաղաղության հաստատում, որը կդադարեցնի այս սողացող կապիտուլյացիայի ընթացքը։ Մենք այսօր գտնվում ենք սողացող եւ չդադարող կապիտուլյացիայի ընթացքի մեջ։ Այսինքն եւ արցախցիների համար եւ հայաստանցիների համար, բոլոր հայերի համար հիմա կարեւոր է, որ այս process-ը մենք կանգնացնենք, գոնե մեր միջազգայինորեն ճանաչված սահմաններում, պաշտպանենք մեր պետությունը։ Այս process-ը կանգնացված չի։ Մենք գտնվում ենք ընթացող կապիտուլյացիայի մեջ։ Այս նորից այն խնդիրներից է, որ ներկա իշխանությունները ոչ կարող են լուծել, ոչ էլ ցանկանում են լուծել։ Իրականում ի վիճակի չեն լուծել։ Հա, շատ ներողություն եմ խնդրում։ Եվ երրորդ նպատակը դա կարծում եմ իրատեսական պետք է լինի հետևյալ։ Եթե մենք ուզում ենք ապագայում, երբ որ դրա համար պայմանները ստեղծվեն Արցախահայության վերադարձը դեպի պատմական հայրենիք, մենք նախ եւ առաջ պետք է պահպանենք Արցախահայությանը որպես հզոր համայնք, որը բանա իր տեղը ունի, ինչ որ շփվում է ինքը իր մեջ, իր դիրքերը ունի Հայաստանում, այսինքն մի համայնք, որը չի ցրվելու ամբողջ աշխարհով, որովհետև Հայաստանի կառավարությունը չի ցանկանում Արցախահայության հարցերը լուծել, կամ մեզ պետք չի նաև Արցախահայության համայնքի այնպիսի կարգավիճակ, ոնց որ իրանք իզգոյել լինեն այս երկրում։ Դա էլ պետք չի։ Մենք պետք է ունենանք ուժեղ համայնք, դրա համար մենք պետք է ապահովենք, որ այդ մարդիկ, որ Արցախում բժիշկներ են աշխատել, չգիտեմ, փաստաբան են աշխատել, դատախազ են աշխատել, ոստիկան են աշխատել, նրանք կարողանան նույն զբաղմունքով զբաղվել Հայաստանում, դառնան մեր հայոց աշխարհի լիարժեք անդամը։ Այսինքն հիմա ինչ որ մարդկանց այդ ինտեգրացիա բառը չի դուր գալիս, սոցիալ-տնտեսական ինտեգրացիա, բայց ուրիշ բառ գտեք, բայց թող ներառումը լինի։ Պետք է դա ապահովենք։ Մենք պետք է պահպանենք հզոր Արցախահայ համայնք։ Սա պետք է այս երեք ռեալիստական նպատակներով մենք պետք է գնանք առաջ։ Պարոն Բաղունց, նա տերամ շատ կարևոր բան բաց չեմ թողել, հետո դե վերջին նախադասությունը երևի ասեմ, ամփոփեմ ելույթս։ Մենք շատ լավ պետք է հասկանանք, որ այս իշխանությունը անկարող եւ չկամեցող իշխանություն է այս խնդիրների լուծման հարցում։ Ես շատ կարևոր մի հատ տեղեկություն ունեմ ձեզ համար, ես դա ժամանակին հրապարակել եմ, ժամանակին Վահան Քերոբյանի ժամանակ էկոնոմիկայի նախարարությունը Մաքենզիի բաների հայ ազգի
կոնսուլտանտների հետ մշակել էր 80-80 ծրագիրը, որի նպատակը այն էր, որ պետք է այդ ինտեգրացիան ապահովի, այսինքն 80%-ը արցախցիների պետք է առնվազն մնային Հայաստանում, 80%-ը պետք է տուն ստանային բաներում, մարզերում եւ 80%-ը պետք է ստանային աշխատանք։ Չէ, չեք հասկանում։ Ամեն ցուցանիշով դա չի գումարվում է։ Տարբեր հարթություններում 80%-ի պիտի հասնենք, հա, դե լավ է։ Հա, ուրեմն դա զեկուցվել է Նիկոլ Փաշինյանին, այնտեղ շատ լուրջ ծրագիր էր, 1000 մենեջեր պիտի նշանակվեր, ամեն մենեջերը 25 Արցախի հետ պիտի բանի կոնտակտի մեջ լիներ, աշխատեր եւ այլն, սա մերժվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, իմացեք։ Այսինքն այս մարդիկ ուղղակի չեն ուզում լուծումները։ Իրենք ուզում են, որ այս Արցախի հարցը շուտ ծրվի, իսկ լավագույն ձևը ծրվելու դա այն է, որ Արցախահայությունը Հայաստանում այլևս գոյություն չունենա, ծրվի ամբողջ աշխարհով։ Հետևաբար առաջնային նպատակը պետք է լինի այս իշխանությունների հեռացումը, եթե մենք ուզում ենք Արցախի հարցերը առաջ գնան եւ որ Արցախահայությունը ունենա ապագա։ Շնորհակալություն։ Ես շատ կարճ նախ շնորհակալություն պարզաբանման համար, պետք է նկատի ունենալ, որ մենք ապրում ենք ականապատ մի դաշտում, որ այսօր Հայաստանի Հանրապետությունն է եւ ամեն մի անզգույշ արտահայտություն, անզգույշ խոսք, անզգույշ գործողություն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ եւ այս առումով շատ կարեւոր է հստակեցումը, որ այստեղ հնչած տեսակետները Արցախի Հանրապետության պաշտոնական տեսակետի հետ կարող են տարբերվել եւ այստեղ տեսակետներից մեկը որ հնչեց լրիվ կապ չուներ պաշտոնական դիրքորոշումների հետ։ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ազգային ժողովի Հայաստան խմբակցության անունից նախ շնորհավորում եմ բոլորին Արցախի սահմանադրության նաեւ պետք է հիշենք 91 թվականի անկախության հանրաքվեի օրվա առիթով Եվ որպես Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Գերագույն մարմնի ներկայացնող իմ համար շատ կարևոր նախաձեռնություն էր եւ պարոն Դանելյանի խոսքում հնչած այն միտքը, որ սա շրջադարձ է մեկնարկ է, շատ կարևոր է, որովհետեւ 2024 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ որ Դաշնակցություն նախաձեռնեց վերադարձի մեծ համաժողովը, դա առաջին քայլերից մեկն էր Երբ որ հրապարակային քաղաքական հասարակական մակարդակով շատ հստակ քայլ առ քայլ ներկայացում էր վերադարձի այն ամբողջ փիլիսոփայությունը, որը պետք է Արցախայության համար եւ Հայաստանի իշխանությունների ապագա իշխանությունների եւ հասարակության համար ուղենշային լինի։ Իրականում տարբեր շերտեր են՝ քաղաքական, դիվանագիտական, հանրային, այստեղ առանձին կազմակերպությունների, կուսակցությունների ու նաև պետական համակարգի դերը անգնահատելի է Գերգիրոն թերևս իր խոսքում անդրադառնա այս տարիներին Դաշնակցության տարբեր կառույցների կողմից իրականացված են բոլոր նախաձեռնությունները, որ կան։ Շատ մեծ բանավեճի մի նյութ է դառնում թեմա է ընդհանրապես իրականությունը, իրողությունները, երազանքները, այս համադրությունը կամ հակադրությունը Որովհետև այս հակադրությունը հիմա երբեմն այնքան է աղճատվել, չեմ ուզում պարոն Զուրաբյանի որևէ կերպ համեմատության մեջ դնեմ, Աստված հեռու տանի, Քավլիցի ձեր հետ կապ չունի, բայց երբեմն այս իշխանության հետ ամբողջ այս բանավեճում, որը շատ հաճախ գռեհիկ բանավեճ է, շատ հաճախ դեմ հանդիման կանգնում ես դավաճանության ուրացման հետ, եղած ավերից հետո Փորձում են աչքդ կողել, թե երազանքներ պետք չէ ունենալ եւ իրականությունը սա է։ Բայց գիտեք, ես ճիշտ ասած այն սերնդին եմ պատկանում, որը երազանքներով շատ կարճ ժամանակում այդ երազանքները իրականություն դարձրեց։ Պատկանում եմ մի սերնդի, որը խորհրդային միության տարիներին երբեք չէր մտածի, որ ինչ որ անկախության մասին կարող է մարդ մտածել։ Պատկանում եմ մի սերնդի, որ 88 թվականին ազատության հրապարակում, երբ որ առաջին ցույցերն էին լինում, անկախություն ասողներին ծեծելով լարում է։
պատկանում է մի սերնդի, որը 92 թվականի փլուզումից, Շահումյանից, Մարտակերտից հետո, որ պատկերացնում էր, որ այլևս ամեն ինչ անդարձ է, լրիվ այլ իրավիճակում է։ Պատկանում է մի սերնդի, որ նախկին իշխանությունների հետ, այո, քաղաքական պայքարի մեջ եղել, մեր աչքը կողել է, որ անհնար է, միջազգային հանրությունը չի ընդունում, բայց ունեցել եմ 100,000-ավոր, միլիոնավոր մարդկանց երջանկությունը, որ 20 տարի ապրել է արժանապատիվ այս իրավիճակում։ Եվ այս հակադրության մեջ, հիմա էլ մեր դաշնակցական երիտասարդներին, որ այս փլուզումից հետո որոշ մեն հնարավոր է, ասում եմ, նայեք 88 թվականի, 87 թվականի հոկտեմբերին, երբ որ առաջին անգամ Ազատության հրապարակից տարածվեց թռուցիկ Արցախ, Ղարաբաղ միտինգ կազմակերպելու կարգախոսում, մարդկանց համար անպատկերացնելի է։ Եվ վերադարձի մասին։ Ես շատ կարճ մի կետի կուզեմ անդրադառնալ։ Վերադարձը չի լինի եւ վերադարձի իրավունքը միջազգային հանրության կողմից արձանագրելի չի դառնա, եթե առաջին հերթին վերադարձի գաղափարը ներքին վերադարձի համոզմունք չունենա բոլոր արցախայերի համար։ Չի լինի վերադարձը, եթե դա չլինի ապրելակերպ։ Եվ այս առումով շատ կարևոր է Արցախի պետական ինստիտուտների պահպանումը, որը պետք է ուղղակի ցուցանակ չլինի, ժողովրդական խոսք ասում է, երեխան մինչև չի լացում, չեն կերակրում, որը միայն ցուցանակ չպետք է լինի, եւ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը պետք է լինի բոլորի արժանապատվության հարցը, ոչ միայն արցախահայերի, այլ բոլոր մեր հայրենակիցների Հայաստանում եւ Հայաստանից դուրս, բայց առաջին հերթին նորից եմ կրկնում, այդ վերադարձի հոգեբանությունը ցանկացած արցախցու ապրելակերպը պետք է դառնա։ Իհարկե կան բազմաթիվ նախաձեռնություններ, բայց դա շատ ավելի համակարգային բնույթ պետք է կրի եւ նորից եմ մեր բերում պարոն Դանելյանին, այսօրվա այս լսումները խորհրդարանի շատ կարեւոր են նոր մեկնարկ լինելու համար։ Եվ վերջապես ամենամեծ վտանգը հակամա ելույթները լսելուց, զեկույցները լսելուց, պարոն Դանելյանի ելույթը լսելուց, հակամա մի պահ մտածում եմ լավ ինչ տարբերություն Բաքվում կհնչեին այս ելույթները, թե Երևանում։ Մի տարբերություն, որ Բաքվում միանգամից դալիճից կձերբակալեն, իսկ Երևանում մի քանի օր կմտածեն, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով կարող են բռնել։ Ամենամեծ վտանգը, որ այսօր կա վերադարձի գաղափարը նյութականացնելու եւ կյանքի կոչելու։ Այն ներքին թշնամին է, որը կոչվում է Հայաստանի իշխանություն։ Չեմ ուզի շատ երկար, բայց այս հարցը շարունակվում է, այստեղ երիներից ենք խոսում, նույն այդ օրը Հայաստանը ցավոք սրտի ներկայացնող մարդը Գերմանիայում խուսափում է այդ թեմայից, սպառնում է Արցախի դրոշ ստացանելով եւ նմանատիպ իր բոլոր թշնամական գործողությունները։ Շնորհակալ եմ։ Հայ ժողովրդի համար, հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողությունները ոչ սկսվել են Արցախում, ոչ էլ ավարտվում են Արցախում։ Սա պետք է գիտակցի ցանկացած հայ, պարզ քաղաքացուց մինչև հասարակական եւ քաղաքական գործիչ։ Դրան ընդդիմանալու կա միայն մեկ գործիք։ Միասնական եւ ուժեղ հայկական պետականություն, զարգացող տնտեսությամբ, ուժեղ բանակով, արդյունավետ կառավարմամբ եւ համերաշխ հասարակությամբ։ Մենք այսօր կանգնել ենք այս անդունդի եզրին, որովհետեւ այս շղթան ակնհայտորեն խաթարվել է, ակնհայտորեն, բայց ոչ անդառնալիորեն։ Մենք համոզված ենք, որ այս կորուստների, զիջումների եւ պարտությունների անիվը հնարավոր է կանգնեցնել եւ էջեր փակողներն են հենց
մեր գլխին ավելի մեծ արհավիրքներ բերողները, որոնց օրոք մենք ավելի անպատրաստ ենք լինելու։ Որևէ անհատ իշխանություն կամ խմբակ չի կարող զրկել մի ամբողջ ժողովրդի միջազգայինորեն վերապահված անոտարելի իրավունքներից։ Այդ թվում իրենց հայրենիքում ապրելու, ինքնորոշվելու, պատմական ժառանգությանը տեր կանգնելու իրավունքից։ Արտաքին ուժերը առանց բացառության բոլորը արցախցիներին թողել են միայնակ։ Բայց սա օրվա Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության տոտալ տապալման եւ ձախողման արդյունքն էր։ Միջազգային հարաբերություններում առանցքային եւ կենսական նշանակություն ունի դաշնակիցների հետ հարաբերությունների ճիշտ կոնյունկտուրան, որը հիմնված է ընդհանուր շահերի վրա։ Պարզ ասած, եթե քո եւ քո դաշնակցի շահերը դադարում են համընկնել, քո դաշնակիցը դադարում է լինել քեզ համար որպես դաշնակից։ Երբ դու դառնում ես անկանխատեսելի, անվստահելի, երբ քո դիրքավորումները եւ հայտարարությունների բուն էությունը կտրուկ փոփոխությունների է ենթարկում աշխարհի տարբեր մայրաքաղաքներում, դու եւ քո պետությունը դառնում եք պարզապես մանրադրամ։ Այդ ժամանակ էլ քո էգզիստենցիալ հարցերը քննարկվում եւ որոշվում են առանց քո կարծիքը հաշվի առնելու։ Սա արտաքին քաղաքականության կատարյալ ֆիասկո էր։ Արցախցիները մայր Հայաստանում բախվում են բազմաթիվ խնդիրների, սոցիալականից սկսած մինչև հոգեբանական եւ քաղաքական։ Բայց եւ այնպես դժոխքի միջով անցած արցախցիները մենք օրհնված ենք, որովհետև կորցնելով մեր հայրենիքը, մենք այսօր ապրում ենք մեր հայրենիքում։ Եվ յուրաքանչյուր արցախցի մայր Հայաստանում ունի նույն իրավունքները, ինչ որ Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիներ, բայց միևնույն ժամանակ յուրաքանչյուր արցախցի ունի նույն պարտավորությունները, ինչ որ Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիներ։ Մեր քաղաքական իրավունքների իրացումը ենթակա չէ սակարկման։ Ով, եթե ոչ մենք արցախցիներս պիտի մեր վճռական ձայնը բարձրացնենք, կրկին հայրենազրկվելը կանխարգելելու։ Եվ մի շատ կարևոր հանգամանք։ Արցախցիների նկատմամբ, արցախցիների համար իրականացվող սոցիալական ծրագրերը, որի մանրամասները ներկայացրել է պարոն Ստեփանյանը, չպետք է դիտարկել որպես բարի կամքի դրսևորում։ Այդ ծրագրերը պետք է լինեն ոչ թե կարճաժամկետ եւ այսրոպեական, այլ երկարաժամկետ եւ ներառական, իր մեջ ընդգրկելով արցախցիների ներուժը Հայաստանի զարգացման համար։ Մենք աջակցությունների կարիքը չունենք, մենք ունենք հստակ մշակված ծրագրերի կարիքը։ Այսօր Հայաստանում կան բազմաթիվ տասնյակ քաղաքական բանտարկյալներ, տասնյակ մարդիկ, ովքեր ենթարկվում են քաղաքական հետապնդումների։ Այդ թվում նաև մեր ձևով շարժման ղեկավար Սամվել Կարապետյանը, ում նվիրվածությունը Արցախին եւ արցախցիներին որևէ կասկածի ենթակա չէ, կարծում եմ այստեղ գտնվողներից շատեր առաջին ձեռքից գիտեն դրա մասին։ Մեր թիմի համար, որի անդամը լինելու պատիվ ունեմ ես, համոզված է, որ որևէ հայ, առավել եւս արցախցի, չպետք է լքի մայր Հայաստանը աշխատանք չունենալու պատճառով, եւ աշխատատեղերի բացումը, մարդկանց արժանապատիվ կյանքի ապահովումը մեզ համար ամենակարևոր առաջնահերթություններից է։ Խոսվել է այն մասին, որ արցախցիները պետք է համայնք լինեն մայր Հայաստանում, որպես այն կարևոր սուբյեկտը, ով որ պահանջատեր է լինելու Արցախին։ Մենք միանշանակ կիսում ենք այդ կարծիքը։ Եվ ցավոք պետք է նշել, որ արցախցիները ենթարկվում են ամենատարբեր քարոզչությունների
Եվ ես որպես արցախցի շատ լավ գիտեմ ինչի մասին եմ խոսում, ինձ թվում է այստեղ գտնվողներից շատերը դա կփաստեն, եւ այսօրվա միջոցառման բացումը այն ակնհայտ ապացույցն է առ այն, որ մենք ելնում ենք ստեղծված իրողություններից եւ արդարացիորեն արձագանքում ենք դրանց։ Ամփոփելով, աշխարհում Արցախով Հայաստանը միշտ ունեցել է ավելի ծանր կշիռ եւ սուբյեկտայնություն, եւ այդ սուբյեկտայնությունը անհրաժեշտ է վերականգնել։ Արցախի հանրապետության ազգային ժողովի մեծարգո ներկայացուցիչներ, հարգելի գործընկերներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հնարավորության համար եւ ուզում եմ խոսքը սկսել ողջունելուց պարոն Դանիելյանի ելույթը եւ այն կարեւոր միտքը, որ սա շրջադարձային իրադարձություն է, կուզենայի, որ սա իսկապես դառնա շրջադարձային իրադարձություն, իսկ դա նաեւ ենթադրում է, որ մենք պետք է ունենանք համագործակցության շատ կոնկրետ ֆորմատներ, ձևաչափեր, որովհետեւ մենք կարողանանք իսկապես մեր ուժերը իմի բերել Արցախի վերադարձի իրավիճականի շուրջը։ Ես պատիվ ունեմ ներկայացնելու Հայ ազգային քաղաքացիական միավորումը եւ իմ ելույթում կներկայացնեմ մեր դիրքորոշումը։ Ներող կլինեք, եթե նա մասամ կրկնի նախորդած մտքերը, բայց ես կուզենայի մեր դիրքորոշումը ամբողջական ներկայացնել։ Մեր տեսանկյունից հայկական պետականության զարգացումը անհնար է պարզապես պատկերացնել առանց Արցախի, այն ոչ միայն պատմական հայքի մաս է, ինչպես շատ այլ մասեր, որոնք մնացել են թշնամու կրոնքի տակ, ցավոք, այլև մինչև մեր օրերը հանդիսացել է հայկական հայրենիքի կենսական մաս իր տեղաբնիկ հայ բնակչությամբ եւ պետական իշխանության շարունակական կառույցներով, սկսած Խամսայի մելիքություններից։ Իդեպ այդ իմաստով Արցախը ավելի մեծ պետականության փորձառություն ունի նոր ժամանակներում, քան նույնիսկ Հայաստանի Հանրապետությունը։ Արցախի կորուստը այդ իմաստով ծանրագույն հոգեբանական հարված էր ողջ հայության համար, ոչ միայն արցախայության, ողջ հայության համար, իսկ Հայաստանի անվտանգությունն էլ արդյունքում դարձել է ծայրահեղ խոցելի, մենք բոլորս դա գիտակցում ենք, եւ դա արդեն շարքման առարկա է դարձել թուրք-ադրբեջանական թշնամական տանդեմի կողմից, որը արդեն Հայաստանից է պահանջում պարզապես անհեթեթ զիջումների գնալ եւ տարածքային զիջումների եւ այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի եւ նրանց իրավունքների բոլորը քիմերներ այսպես կոչված, բայց բնականաբար գործող վարչախմբի զիջողականությունը բերել է նա, որ նորանոր պահանջներ են առաջադրվում Հայաստանին։ Այդ իմաստով Արցախի հանձնումը այն ձևով, որ նա տեղի ունեցել, մեր տեսանկյունից մեծագույն հանցանք է, որը պետք է իրավաքաղաքական համապատասխան գնահատականներ ստանա։ Ներկա վարչախումբը Արցախի հանդեպ իր քաղաքականությամբ խախտել է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ անկախության հռչակագիրը, դա հիմնավորելով աշխարհակական գործոնների անխուսափելիությամբ, բայց սա կեղծիք է։ Ակնհայտ կեղծիք է, քանի որ մինչև 2020 թվականը Հայաստանի իշխող վարչախումբը հնարավորություն ուներ Արցախի հարցում գնալ փոխզիջային լուծումների եւ պահպանել նրա սուբյեկտայնությունը։ Սակայն նա իր գործողություններով նպատակադրված տարավ Արցախի պետականության կազմալուծմանը։ Փոխարենը ակնկալելով թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից որոշակի աջակցության, այսպես կոչված աշխարհաքաղաքական շրջադարձ իրադարձնելու Ռուսաստանից դեպի Թուրքիա։ Եվ Արցախը հայտնվեց շրջադարձի զոհասեղանին։ Այդ ամենը հիմա շատ ակներով է դարձնում։ Այն ժամանակ դա քողարկվում էր տարբեր տեսակ դեմագոգիայով, հիմա ակներով է դառնում, ավելի բացահայտ է դառնում, այս վարչախումբը արդեն ասկերության չել թաքցնում ինչ է ինք արել եւ ինչ է անելու, եթե շարունակի իշխանության մնալ, օրինակ այսօր են տարածվում հայտարարել, որ սահմանադրությունը կփոխեն եւ անկախության հռչակագիրը մեջից կհանեն, եթե պահպանեն իշխանությունը։ Եվ այսինքն քաղաքական իմաստով սա ակներով է դառնում, սակայն ակնհայտորեն իշխանապողությունից հետո դա նաեւ պետք է իրավական գնահատական ստանա, որովհետեւ մեր տեսանկյունից նա ոչ միայն խախտում է մեր սահմանադրությունը, այլև քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ։ Վերադառնալով նրան, թե ինչ պետք է տեղի ունենա Արցախի հետ ապագայում, եւ մենք խոսում ենք վերադարձի իրավունքի մասին,
մենք բնականաբար կարծում ենք, որ Արցախի բնակչության հավաքական վերադարձը պետք է դառնա իշխանափոխությունից հետո մեր արտաքին քաղաքականության առանցքային նպատակներից մեկը։ Նա պետք է վերադառնա մեր օրակարգ։ Հնարավոր չի այդ էջը փակել։ Եթե շատ ուզենան այդ էջը չի փակվի, ուղղակի կբացվի ուրիշ տեղից ուրիշ ձևերով, բայց մենք նորից պետք է որպես Հայաստանի Հանրապետություն այդ էջը բացենք, եւ այդ իրավունքը որևէ կերպ չպետք է զեղչվի, անտեսվի, իսկ քննի կարգավորումը պետք է շարունակվի միջազգային լեգիտիմ ձևաչափերով։ Դրա հնարավորություններ կան, ցավոք, տարածորեն մի քանի օր առաջ Մինսկի խումբը ԵԱԿ-ը վերջնականապես լուծարվեց, բայց այլ ձևաչափեր գոյություն ունեն, ի վերջո Մինսկի խումբն ստեղծվեց, որտեղ կար հայության, արցախայության եւ ամբողջ հայության պայքարը, եւ դա հարկադրեց ըստ էության այդ խումբը ստեղծել։ Հիմա էլ եթե մենք մեր մեջ պայքարի նոր ուժ ու եռանդ գտնենք, մենք կհասնենք նրան, որ միջազգային նոր ձևաչափեր կառաջանան։ Այդ իմաստով իշխանափոխությունից հետո Հայաստանը միջազգային բոլոր հասու ատյաններում, ներառյալ նաև շատ կարևոր է դատական ատյաններում, պետք է հետևողականորեն գործի պաշտպանություն Արցախի սուբյեկտայնության վերականգնման եւ հայ բնակչության իրավունքների պաշտպանության։ Եթե նույնիսկ, եւ մենք դա գիտակցում ենք, միջնաժամկետ հեռանկարում դա չհանգեցնի ձևավորված ստատուս կոյի էական փոփոխությանը։ Կապ չունի։ Ըստեղի հայությունը, Արևելյան Հայաստանի հայությունը գաղթեցվել աստեղից 1604 թվականին 1828-ին վերադարձել է։ 220 տարի հետո վերադարձել է Պարսկաստանի խորքերից։ Իրականություն է։ Հիմա ես չեմ պնդում, մի անգամ ես օրինակ եմ բերում, ասում եմ հրեաները 1800 տարի հետո են վերադարձել Երուսաղեմ, բանը Արշակ Սրբազանը, որ հիմա բանտում ասաց, ավետիք ես ասում ես մենք 1800 տարի պետք է սպասենք, ասի չէ 1800 տարի իհարկե չպետք է սպասենք, բայց հրեաներից պետք է օրինակ առնենք։ Եթե իրանք 1800 տարվա համբերություն ունեցան, ադրբեջանցիներն էլ դեպի 30 տարվա համբերություն ունեցան, մենք էլ պետք է գիտակցենք, սա ռազմավարական հորիզոնա պահանջում ես ամեն ինչը։ Այն կորուստը, որ դու ունեցել ես մի քանի տարում, մի քանի տասնյակ տարի պահանջելու վերականգնելու համար, այդ հեռանկարով պետք է ապրենք։ Այդ հարցում շատ կարևոր է իդեպ հենվել 2023 թվականի նոյեմբերի 17-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշման վրա, որտեղ դա իրավական հիմք է եւ անժամկետ է։ Արցախի վերադարձի իրավունքը թե ոչ հավաքական, բայց այդ որոշմամբ ամրագրված է եւ այդ որոշումը այն մեկնակետն է, որից մենք կարող ենք աշխատել եւ ըստ էության դա նաեւ Ադրբեջանի հետ, քանի որ Ադրբեջանը պարտավոր է դա կատարել։ Նա չի իրականացնում, որտեղ նրա վրա որևէ ճնշում չկա, բայց դա այն իրավական հիմքն է, որը դու կարաս օգտագործես նաեւ բանակցային ճնշման համար։ Դա համար մենք պետք է ձգտենք երկարաժամկետ հեռանկարում ստեղծել այնպիսի իրավիճակ Ադրբեջանի համար, որ Արցախի շարունակող օկուպացիան եւ նրա հայաթափումը նրա համար հենց դառնա անվտանգության, զարգացման եւ միջազգային ինտեգրացիայի առանցքային խոչընդոտ։ Առանցքային խոչընդոտ։ Իրանց համար դա բեռ պետք է դառնա այդ օկուպացիան։ Իրանք պետք է ըստ էության թանկին վճարեն, իդեպ թանկին են վճարում։ Տարեկան մի քանի միլիարդ փող են ծախսում հիմա եւ ըստեղ խոսում են վերաբնակեցման եւ այլի մասին, այդ վերաբնակեցումը ընդամենը բերել է 5 տարվա ընթացքում 15000 մարդու վերաբնակեցման, ընդամենը այն կես միլիոնից, որոնց մասին իրանք խոսում են։ Լուրջ բեռ է իրանց համար, ամեն տարի կրճատում են հիմա բյուջեները, որովհետեւ չեն կարողանում այդ բեռը պահել։ Ուստի մենք պետք է հասնենք այն կետին, որ հենց իրան շահերից ելնելով իրանք գնան զիջումների առանց ռազմական գործողությունների, ինչպես որոշ բանախոսներ էին պնդում, բայց խաղաղ միջոցներ դրա կա, իդեպ Ադրբեջանը, ասեմ ձեզ, մեզ պարտության մատնեց հիմնականում առանց ռազմական միջոցների, ռազմական ճանապարհով ուղղակի ամրագրելով որոշակի գործողություններ։ Ավելացնում եւս երկու բան։ Արցախի հայ բնակչության վերադարձը նաև պետք է տեղ ունենա Հայաստանի զարգացմանը զուգահեռ։ Մենք պետք է իրատեսականորեն հասկանանք, որ միայն հզոր հայկական պետականությունն ընդունակնելու վերահայտնել Արցախը։ Սա մյուս կողմից սակայն մեր համար շատ կարևոր զարգացման խթան կդառնա Հայաստան։ Եթե մենք ունենք այդ իդեալը, եթե մենք պատկերացնում ենք, որ մենք ունենք այս պարգևը ապագայում, դա մեզ բոլորիս կարող է մոբիլիզացնել եւ դրդել միասնական գործողությունների։ Միևնույն ժամանակ շատ կարևոր է, որ Արցախի բնակչության հավաքական վերադարձով դրա մասին խոսվեց այստեղ, հնարավոր է միայն նրանց համայնքները, մշակույթը, կառույցները եւ հավաքական ինքնությունը պահպանելու համար։ Մենք հայակվեւ արդեն դրան աջակցում ենք, մեր բոլոր կառույցները տարածքային դարձել են արցախայության տունը տվյալ համայնքներում, հյուրընկալում, որտեղ արցախայինները հավաքվում են, շփվում են, իրանց խնդիրներին մենք փորձում ենք մեր համեստ ռեսուրսների շրջանակում լուծումներ տալ, մենք նաև աջակցում ենք Արցախի պետական կառույցներին, եւ դա մեր համար ոչ թե քաղաքական նպատակահարմարություն է, դա մեր համար հավատամք է։ Մենք համարում ենք, որ
տասնամյակներով եթե պետք լինի, դա մենք կշարունակենք անել, որպեսզի մենք պահենք այն ատաղձը, որից տեղի ունենալու Արցախի վերահայացումը։ Եվ մենք այդ իմաստով շարունակաբար բարձրաձայնելու ենք, որ Արցախի այ բնակության վերադարձի իրավունքը մեր կարևորագույն գերակայությունն է, երբ որ մենք երբևիցե լինենք իշխանության մեջ, դա շարունակելու է լինել մեր գերակայությունը, դա նախընտրական ինչ-որ մի բան չի, կոնյունկտուրա չի, միշտ լինելու է մեր գերակայությունը, եւ դրանով մենք հիմա էլ արդեն օգտվելով արդից ուղերձ ենք հողում եւ Ադրբեջանին, եւ մեր տարածաշրջանի մյուս տերություններին, եւ նաեւ մեր Արցախայությանը, որ Արցախի հարցը փակված չի եւ ի վերջո միջազգային իրավունքին համաձայն չհանգուցալուծում պետք է ստանա։ Արցախը մեր հայրենիքն է, մեր օրանը եւ այն նորից պետք է դառնա հայկական։ Շնորհակալություն։ Արցախ վերադարձի իրավաքաղաքական հայեցակարգի մասին հարցի զեկուցման համար հրավիրվում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին նախագահ պարոն Թորոսյանը։ Պարոն Թորոսյան, թող պատրաստվի պարոն Հասան Ջավարյանը։ Շնորհակալ եմ Արցախի Հանրապետության արգաժան նախագահ, Արցախի ազգային ժողովի արգաժան նախագահ, սիրելի բարեկամներ, նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս մեզ համար չափազանց կարևոր այս տոնի կապակցությամբ եւ կարծում եմ այսօր այս խնդիրների քննարկումը հենց այսօր դեկտեմբերի 10-ին պատահական չէ, որովհետեւ անհնարին է նման խնդիրներ լուծել առանց ինստիտուցիոնալ հարցերի վերաբերյալ հստակ պատկերացում ունենալու, որի հիմքում նաև որպես կանոն միշտ սահմանադրություն ունի։ Իրավիճակի գնահատումը չափազանց կարևոր է, թեև վստահ եմ բոլորի համար դժվար չի գնահատել այսօրվա իրավիճակը։ Այնուամենայնիվ արձանագրենք դրանք, որովհետև դրանք ունեն նաև կարևոր ազդեցություն խնդիրների լուծման վրա։ Արցախն օկուպացված է։ Արցախի ժողովուրդը ենթարկվել է էթնիկ զտումների ու ցեղասպանության ռազմական ագրեսիայի արդյունքում բռնի դուրս մղվելով հայրենի հողից։ Արցախի խնդիրը միջազգային քաղաքական ատյաններում մնացել է անտեր։ Հայաստանի իշխանությունները Արցախի անվտանգության երաշխավորից վերածվել են հակաարցախյան ճակատի առաջատարի, նպատակ ունենալով մոռացության տալ Արցախը եւ այն դարձնել մանրադրամ իրենց կասկածելի նպատակներին հասնելու համար։ Միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարմամբ առանց հակամարտության գլխավոր կողմի Արցախի համաձայնության լուծարվել է ԵՀԿ Մինսկի խումբը։ Հայրենազրկվելով Արցախի ժողովուրդն ունեցել է մարդկային, նյութական, բարոյահոգեբանական ծանր կորուստներ։ Ադրբեջանի հետ նախաստորագրված համաձայնագրով Հայաստանը պարտավորվել է հետ վերցնել արդարադատության միջազգային ատյաններում հարուցված գործերը։ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունից պահանջում է փոխել սահմանադրությունը եւ ընդունել 300,000 ադրբեջանցի փախստականների։ Հայաստանը միջազգային հարաբերություններում այսօր չունի քաղաքական գործիքներ կիրառելու համար իշխանապետության։ Նոր աշխարհակարգի ձևավորման մրցակցությունը թևակողել է կոշտ բախումների փուլ եւ ազդեցիկ պետությունները ցանկացած միջոց փորձում են օգտագործել իրենց դիրքերն ամրապնդելու համար, անգամ խախտելով օրինականությունն ու ձևավորված ավանդույթները։ Այդուհանդերձ վերադարձն այլընտրանք չունի։ Իհարկե առանցին անձին խմբեր կազմակերպություններ փորձում են հնարավորինս ծառայել այդ նպատակին։ Մասնավորապես քիչ առաջ Արմինե Ալեքսանյանը խոսեց Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախմբի աշխատանքների մասին։ Կարևոր է, որ նման
քայլեր կան, նման նախաձեռնություններ կան։ Սակայն ակնհայտ է նաև, որ նման բարդ իրավիճակում այդ տարանջատված ջանքերը բավարար չեն հաջողության համար։ Անհրաժեշտ է համախմբել այդ ջանքերը գործադրողներին, աջակցել նրանց, լրացնել այդ կառույցներով, համակարգել աշխատանքը։ Մենք չպետք է մոռանանք ցեղասպանության ճանաչման հետ կապված փորձը։ Փառք ու պատիվ նրանց, ովքեր առանցին հաջողություններ են արձանագրել այս հարցում, բայց չպետք է մոռանալ, որ գլխավոր նպատակը իրագործված չէ, ու թեև խնդիրները տարբեր են, սակայն ակնհայտ է, որ կարելի է օգտակար հետևություններ անել։ Նման բազմավեկտոր ու բարդ խնդիր լուծելու համար շատ կարևոր է ունենալ ամուր կամք, ճիշտ հայեցակարգ ու իրատեսական ռազմավարություն։ Արցախահայությունը բազմիցս ապացուցել է, որ ամուր կամք ունի եւ ստեղծված իրավիճակում պետք է դառնա իր դատի տերն ու առաջամարտիկը, իհարկե Հայաստանի ժողովրդի ու սփյուռքի ամուր աջակցությամբ, սակայն կարևոր է հստակեցնել հակամարտության կարգավորման նոր փուլի հայեցակարգը։ Ինչպես հակամարտությունների կարգավորման գործընթացներում, այս դեպքում ևս մի շարք բաղադրիչների կողքին հատկապես կարևորվում են քաղաքականն ու իրավականը։ Քաղաքական բաղադրիչի առանցքային գաղափարը Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելն է։ Հետևաբար ջանքերը պետք է ուղղեն Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի, ռազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կատարման հաստատմանը համապատասխան միջազգային ակյաններում։ Սրան զուգահեռ կարևոր է արցախցի փաստականների անվտանգ վերադարձի ու հայրենի տարածքներում անվտանգ կենսագործունեության պայմանների ապահովումը, միջազգային մանդատ ու համապատասխան լիազորություններ ունեցող խաղաղապահների տեղակայման Արցախում եւ ժամանակավոր արտաքին կառավարման հաստատման։ Չափազանց կարևոր է, որ շարունակաբար արձանագրվի, որ փաստականների խնդիրն առաջացել է խաղաղ պայմաններում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ընթացքում ԵԱՀԿ հովանու ներքո բանակցությունների գործընթացի խափանման միջոցով։ Վերջին շրջանում նկատելի է, որ որոշ օտարերկրյա խորհրդարանական խմբեր կամա թե ակամա փորձում են խնդիրը ներկայացնել մարդու իրավունքների խախտումների տեսակետից։ Ակնհայտորեն դատանում է խնդրի աղճատման ու խափանման։ Մի քանի օտարերկրյա խմբերի կողմից աջակցության արձանագրումը խնդիրը որպես մարդու իրավունքների խախտում ձևակերպելու գնով վտանգում է գործընթացի բնույթը եւ նպատակին հասնելը։ Խախտված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Սա պիտի լինի մեր բոլոր գործողությունների հիմքը եւ մեր բոլոր դիրքորոշումների հիմքը։ Հետևաբար վերադարձը չպետք է լինի ինքնանպատակ, այլ պետք է դառնա առաջին քայլը խախտված ինքնորոշման իրավունքի վերականգնման եւ իրացման համար։ Առանցքային նշանակությունն ունի այն հանգամանքը, որ բանակցային գործընթացը ավելի քան 2 տասնամյակ վարել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 3 մշտական անդամների երկրների ներկայացուցիչները որպես համանախագահներ։ Համանախագահ երկրները որպես անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 3-ը պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի կանոնադրության միջազգային իրավունքի այլ հիմնարար փաստաթղթերի կոպիտ ոտնահարումների համար եւ պարտավոր են արձագանքել դրանց։ Նրանք բազմաթիվ փաստաթղթեր են ընդունել, որոնցով 2007 թվականից մինչև 2021 թվականը հաստել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ինքնորոշման հակամարտություն է, որ պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Այս ամենը բազմիցս հաստատել են ՄԱԿ-ի, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի պատասխանատուները։ Ռազմական ու մարդկության դեմ կատարված հանցագործությունների մասին արձանագրումներ են ունեցել տարբեր միջազգային կազմակերպություններ ու մասնագիտական միջազգային միավորումներ։ Տարբեր խմբեր ու անհատներ զբաղվել են Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ փաստահավաք գործունեությամբ։ Բացառիկ նշանակություն ունի այդ աշխատանքների համակարգումը, փաստական նյութի վերլուծությունն ու դասակարգումը, արխիվացումը համապատասխան միջազգային հաստատություններ ներկայացնելու համար։ Միջազգային իրավունքի հիման վրա վերադարձի իրավունքի իրացումը նույնպես իրավաքաղաքական հայեցակարգի կարևոր հատվածներից մեկն է։ Խնդրի արկայությունն ու լուծման անհրաժեշտությունը փաստել են Եվրոպական խորհրդարանի բանաձևերը, Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի
որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցվում էր ապահովել բոլոր արցախահայերի անվտանգ, անարգել եւ արագ վերադարձը։ Այս ձևակերպումները փախստականների իրենց բնակության վայրեր վերադառնելու մասին միջազգային իրավունքի նորմերի կիրառումը իրական արդյունք կարող է տալ միայն Արցախում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման պարագայում եւ հետագայում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման դեպքում։ Հակառակ դեպքում վերադարձը կարող է վերածվել եւս մեկ աղետի ու կամավոր արտագաղթի ադրբեջանական իշխանությունների ճնշումների ներքո։ Վերադարձի խնդրի հետ անմիջականորեն կապված է Արցախի ռազմական ու քաղաքական ղեկավարության Բաքվում պահվող հատվածի վերադարձի խնդիրը, որը նույնպես արծարծվում է նշված փաստաթղթերում։ Վերադարձի խնդրի օգտագործման դեմ երբեմն հակադրվում է այն ենթադրությունը, որ այդ դեպքում դուռ է բացվում Ադրբեջանի պահանջի համար, ըստ որի 300,000 ադրբեջանցի պետք է վերադառնա Հայաստան։ Ակնհայտորեն սա շահարկում է, քանի որ Ադրբեջանից Հայաստան փախստականների վերադարձը համադրելի է ոչ թե արցախահայերի վերադարձի հետ, այլ հակամարտության սկզբում 80-ականների վերջին ու 90-ականների սկզբին Ադրբեջանից հայ փախստականների դեպքի հետ, որոնց թիվը զգալիորեն գերազանցում էր ադրբեջանցի փախստականների թիվը։ Զարմանալիորեն չեն արծարծում Ադրբեջան այդ հայ փախստականների վերադարձի խնդիրը եւ վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ կիրառվող մի սկզբունք՝ պահանջների փոխադարձ մարման գաղափարը, որոնց արծարծման դեպքում կմարի է Ադրբեջանի ողջավորությունը փախստականների վերադարձի խնդրով։ Կարևոր է նաև նյութական ու ոչ նյութական մշակութային արժեքների ոչնչացման համար Ադրբեջանի պատասխանատվության խնդիրը, համակարգված ու կազմակերպված քարոզչության խնդիրը եւ այլն, որոնք հուսով եմ կարծարծվեն մյուս զեկուցումներում եւ ելույթներում։ Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման իրական շրջանակները ներառում են բազմաթիվ ուղղություններ ու մի շարք ոլորտներ։ Դա չափազանց բարդ խնդիր է։ Դա փաստում է նաև 2024 թվականի դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հաստատված Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների պահպանման ու գործունեության շարունակականության ապահովման ռազմավարությունը։ Այն ոչ միայն պետք է իրագործվի որպես իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, այլ նաև կարող է դառնալ ռազմավարություն հակամարտության կարգավորման այս նոր փուլի համար։ Իսկ դրանում նկարագրված ոլորտային ծրագրերը մշակվելու եւ կիրառվելու դեպքում վերադարձի ծրագրային հենք։ Այս ամենը իրականացնելն ու անիվը հետ շրջելը անգամ այստեղ նստածների մի մասին կարող են անիրական թվալ։ Իհարկե կարելի է թվարկել մի շարք լուրջ անբարենպաստ գործոններ, բայց հիշեցնեմ մի քանի բան։ Երբ այս ամռանը Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարում էր այն մասին, որ պետք է Գազայի 2 միլիոն պաղեստինցիներին տեղափոխել այլ երկրներ ու երկարամյա այդ հակամարտությունը կլուծվի, ոչ ոք չէր մտածում, որ ընդամենը 1-2 ամիս անց նա կհրաժարվի այդ անհեթեթ մտքից ու կառաջարկի անհամեմատ ավելի ողջամիտ պլան։ Անցած դարի 90-ականների սկզբին ամեն ինչ թվում էր, թե մեր դեմ է ու շատ քչերն էին հավատում հաջողությանը, բայց արցախցին հավատում էր ու գործում էր եւ հաջողությունները եկան։ Մենք այս աղետը ստացանք, որովհետեւ կորցրեցինք ճանապարհը, հավատն ու հիշողությունը։ Այնպես որ մնում է լծվել այդ շատ բարդ, տևական, սակայն այլընտրանք չունեցող գործին։ Ժամանակն է ուշքի գալ եւ ծանր ցնցումներից ու կատարել Արցախի նկատմամբ մեր պարտքը։